Պատվարժան դատարան ես կխնդրեի նաև ասել, երբ ձեզ հուշեցին։ Այս ընդմիջման ժամանակ հուշեցին, որովհետև մենք դատական նիստը սկսեցինք, որովհետև մեկը ձեր կարծես թե ոչինչ չէր հուշել, եւ ինչու հենց այս դատական նիստի ժամանակ հուշեցին, եւ ինչ միջոցով հուշեցին, զանգ տվեցին, գրավոր գրեցին, SMS ուղարկեցին, իսկ ինչ վերաբերում է իմ պարզաբանմանը, այդ դատական ակտերը, որ դուք ցիտում եք, շատ լավ կլիներ ցիտեիք, ինչի վերաբերյալ է, որպեսզի արտաքին դիտորդը նույնպես հասկանար, ինչ քաղաքական պատվերի ներքո է այդ դատական ակտը եղել։ Եթե դուք չեք ցիտում, ես կարող եմ ցիտել, պարզաբանեք, ես դրա համար ասեցի, ինչի համար է այդ դատական ակտը եղել։ Բացի այդ, նաև այդ գումարը, որի համար ես ասել եմ, եւ այդ գումարը փաստացի, որը մուծել է, նրա համար է, որպեսզի հաստատվեր, որ այո, Նիկոլ Փաշինյանը գործակալ է, այո, Նիկոլ Փաշինյանի նախորդ իշխանությունները վերելմիծրել են խորհրդարան, այո, Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնել է եւ դրանից գումար է ստացել, որի համար ես այո մուծել եմ այդ բառերի համար գումար 525,000 դրամ։ Դրամբաց դատականով քննության առնվազն ձեզ առաջադրված մեղադրանքը։ Ներեցեք, եթե մի վարքան, եթե դուք չունեիք ձեր դատարանին հայտնի էր դարձել այս հուշումը նոր, մի քիչ առաջ, դուք չասեցիք ում կողմից, ինչ միջոցով եւ երբ։ Այս հարցերին երբ որ կպատասխանեք, մենք ձեզ պետք է բացառք հայտնենք, բացի այդ, եթե դուք չունեք որևիցե փաստ կամ փաստաթուղթ, որ ես որպես փաստաբան ներկայացուցիչ, ով դիմել է նաև այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ում պատասխանում է Կարեն Անդրեասյանը, իդեպ Կարեն Անդրեասյանն է Գրիշիկի հետ միասին, այդտեղ ոչ մի վիրավորական բան չկա, որտեղ ես Գրիշիկին ճանաչում եմ որպես Գրիշիկ։ Ինքը հավաքանու անդամ էր հանրապետական կուսակցություն, իրեն այդպես է դիմում էին Գրիշիկ։ Այդ Գրիշիկին Միշիկի եղբորը, ով դիմել են իմ դեմ դատարան, իրենց կազմակերպությունը, ես դրա համար եմ իրենց ցիտել, իսկ այս պայծրությամբ է պարոն Վարդան Ղուկասյանի համար հրատապ միջոց կիրառելու իր առողջական եւ պահման պայմանների հետ կապված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որին պատասխանող է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարոն Կարեն Անդրեասյանը։ Այս մարդիկ են ինձ դատի տվել, ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները դատարանում։ Ես դրա համար ասացի, դուք ինձ նկատողություն եք արել, բայց դուք ինչ որ լուր եք ստացել, չգիտեմ ումից, երբ, ինչ միջոցով, այդ լուրը ցիտում եք այստեղ դատական նիստի ժամանակ, բայց չեք ասում, ինչի ցիտեցիք, ունենայիք արդեն որոշակի տվյալներ, ապացուցողական նշանակության, նոր ցիտեիք։ Այսինքն ձեր գործողությունները ես որպես նաև պարոն Ղուկասյանի պաշտպան, ով այստեղ չի, բացի այդ դուք ինչի չպարզաբանեցիք, ուր է պարոն Ղուկասյանը։ Հիմա անդրադառնալու Չէ, բայց դուք սկսեցիք մի գործողություն դատական նիստի հետ կապված, առանց ում իրավունքները ես ներկայացնում եմ պարոն Ղուկասյանի, որը շատ կարևոր է նաև իր ներկայության գոնե դա ցիտել։ Այսինքն նույնիսկ այստեղ դատավարական գործում եք, ես ինքս ինձ չեմ ներկայացում այստեղ։ Ես ներկայացնում եմ պարոն Ղուկասյանին, մինչդեռ պարոն Ղուկասյանը այստեղ չի, բայց դուք իր իրավունքների հետ կապված ինչ որ մեկի լավ ընկերոջ, չգիտեմ, ինչ ձևով է ձեզ դա փոխանցել, ինչ որ բան եք ցիտում։ Կապված պարոն Ղուկասյանի հիմնարար իրավունքի հետ։